Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանի հետ։ Տիկին Խաչատրյան, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Խաչատրյան մեկնարկում է Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի 6-րդ շրջափուլը։ Երբ եւ ինչ նպատակներով։ Արդեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից արդեն 5 տարի շարունակ իրականացնում ենք Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը եւ այո, ճիշտ եք, մեկնարկել ենք 6-րդ շրջափուլը։ Հայտեր ընդունում են մարտի 23-ից արդեն բաց են եւ վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Այսինքն այս ընթացքում մենք սկսում ենք ակտիվ հայտերի ընդունումը մեր գրասենյակ ծրագրի համար եւ բայց նաեւ 5-րդ շրջափուլը դեռ ընթացիկ աշխատանքների մեջ է։ Այստեղ մեկտեղվում են երկու շրջափուլերը։ Եվ ինչ նշաձող եք սահմանել ձեզ համար, այսինքն քանի մասնակից եք ակնկալում, որ կունենաք, ինչ երկրներից։ Ամեն տարի ծրագիրը հնարավորություն է տալիս ունենալ 30 մասնակից, որից 20-ը շատ երկար փորձ ունեցող համայնքներում եւ 10-ը ավելի քիչ փորձ ունեցող համայնքներում ծրագրում մի փոքր փոփոխություն ենք մտցրել 20 մասնակիցը համայնքում երկար տարիներ ակտիվություն ունեցող կլինեն մյուս 10 մասնակցի մենթորները վերջին տարիներին ունենք այս փոփոխությունը սկզբում ընդհանրապես ունեցել ենք հնարավորություն 20 մասնակցի այժմ ծրագրում կարող են ընդգրկվել 30 մասնակից աշխարհի տարբեր երկրներից օրինակ այս տարի ունենք 27 մասնակից աշխարհի 14 երկրից, նախորդ տարի ունեցել են 28 մասնակից աշխարհի 18 երկրներից։ Եվ ինչ հմտություններ, թե մասնագիտական, թե ընդհանուր համայնքային գործունեության հմտություններ պետք է ունենան մասնակիցները, ինչ չափանիշներով են ընտրվում նրանք։ Շատ ճիշտ հարց եք տալիս, իրականում ծրագրում ունենք մի քանի չափանիշներ, նախ առաջինը ցանկանայի նշել տարիքայինը, ծրագրին կարող են մասնակցել 20-ից 35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր տարիներ շարունակ ունեն համայնքային ակտիվություն, այսինքն իրենց համայնքում որևէ կառուցումներ գրաված են եւ իրականացնում են ակտիվ աշխատանքներ։ Ինչով է պայմանավորված այս տարիքային սահմանափակումը։ Քանի որ երիտասարդ դեսպաններն են իրենք հանդիսանում, նաև կնշանակի դեսպան բառի հետ կապված, որպեսզի թյուրըմբռնում չլինի, իրենք պաշտոն դեսպանի հետ որևէ կապ չունեն։ 20-ից 35 տարեկան երիտասարդները համայնքներում հանդիսանում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի լիազորված մարդիկ իրենց համայնքներում, որոնց նպատակն է ամրապնդել կապը հայրենիքի հետ։ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը մի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս այս երիտասարդներին ստեղծել միմյանց միջև համագործակցություն եւ ամրապնդել կապը հայրենիքի հետ։ Դեսպան կոչումից խոսեցիք, հետաքրքիր է մինչև այսօր եղել են ինչ-որ դեպքեր, որ համայնքում շփոթություն է առաջացրել։ Այո, եղել են եւ դա էր պատճառը, որ նաեւ դա նշեցի, երբ նշում են դեսպան, մտածում են, որ որևէ կապ ունեն դեսպան պաշտոնի հետ, սա կամայական անուն է ընտրված, քանի որ ուղեգրված են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից, այդ դրա համար են կոչվում դեսպաններ, բայց իրենք դեսպանի հետ որևէ առնչություն չունեն, ուղղակի հանդիսանում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի լիազորված անձիկ իրենց համայնքներում։ Շատ լավ։ Ինչպես է կազմակերպվում ընդհանուր ծրագիրը, այսինքն ինչպես է սկսվում հայտադիմումների փուլից հետո փուլին ինչ է հաջորդում եւ հետո արդյոք մասնակիցները պարտադիր պետք է գան Հայաստան, հետո գնան եւ աշխատանք կատարեն համայնքում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հարցազրույցներ ենք ունենում հայտերի ընդունումից անմիջապես հետո, օրինակ մայիսի 1-ին ավարտում ենք հայտերի ընդունումը, մայիսի կեսից կսկսենք արդեն հարցազրույցների փուլը, քանի որ ունենք 30 մասնակցի հնարավորություն, բավականին խիստ է նաև ընտրության փուլը, օրինակ անցած տարի ունեցել ենք 90-ից ավելի հայտ, բայց ընտրվել են 30-ը եւ դրան հաջորդում է արդեն հայաստանյան փուլը։ Հայաստանյան փուլում ունենք 2 շաբաթ, որի ընթացքում երիտասարդներին հնարավորություն է ձեռք տրվում ավելի ծանոթանալ հայաստանյան կյանքին, ձեռք բերել հմտություններ, ծանոթանալ Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական, ինչու՞ չէ նաև մշակութային կյանքին, որպեսզի տվյալ գիտելիքը իրենք փոխանցեն իրենց համայնքներին։ Նաև ունենք դասընթացներ, որոնք որ իրենց օգնում են իրենց համայնքային գործունեության մեջ եւ պարտադիր պայման է 2 շաբաթ գտնվել Հայաստանում։ Նաև կցանկանայի նշել, որ ամբողջ 2 շաբաթը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, մասնակիցը միայն հոգում է դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս իր տրանսպորտային ծախսերը։ Մնացած կեցություն եւ այլ ծախսերը հոգում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Իսկ Հայաստանում գտնվելու ժամանակ նրանք մասնավորապես ինչ են սովորում, ինչ թեմաներով կամ ինչ ոլորտների շրջանակում են վերապատրաստում անցնում։ Մի փոքր փոփոխություն ունենք ծրագրում, ամեն տարի իրականացրել ենք սեպտեմբերի 24-ից սեպտեմբեր ամսի վերջին, այս տարի կսկսենք օգոստոսի վերջից։
2 շաբաթ անընդմեջ երիտասարդները առավոտից երեկո խիտ գրաֆիկով են աշխատում, ունեն պետական այցելություններ, ոչ պետական կառույցների հետ են այցելություններ ունենում, այսինքն մաքսիմալ հնարավորություն են ունենում ծանոթանալ հայաստանյան կյանքին, թե պետական ասպեկտներում, թե որևէ պետական կառույց ինչպես է աշխատում, մի բան է լսել դրսում, թե ոնց է աշխատում X կառույցը, մի բան է ներսից ծանոթանալ տվյալ կառույցի գործառույթներին, նաև հնարավորություն են կընձեռում երիտասարդներին այցելել մարզեր։ Ունենք մարզային արծ, որի ընթացքում թե տեսնում են գեղեցիկ տեսարժան վայրերը Հայաստանի Հանրապետության եւ նաեւ հնարավորություն են ունենում ծանոթանալ թե ինչ կառույցներ կան մարզերում գործող եւ երիտասարդները ինչ ծրագրեր են իրականացնում մարզերում։ Սա որքանով է օգնում նրանց, որպեսզի կարողանան նաեւ համայնքային խնդիրներին լուծումներ տան կամ հետագայում ավելի արդյունավետ կազմակերպեն իրենց աշխատանքը համայնքում։ Իրենք հնարավորություն են ունենում տարվա ընթացքում նաեւ համագործակցել տվյալ երիտասարդների հետ, այսինքն եթե որևէ ծրագիր իրականացվում է մեր մարզերից մեկում, համագործակցություն լինի նաև համայնքներում, բայց համայնքային աշխատանքներին հիմնականում օգնում են իրենց այստեղ ստացած գիտելիքները, դասընթացները։ Ընտրված են թիրախային դասընթացներ, որոնք օգնում են իրենց մասնագիտական հմտությունները բարելավելու եւ համայնքային աշխատանքները զարգացնելու հարցում։ Եվ որ երկրներից են հիմնականում ավելի հաճախ մասնակցում։ Իրականում աշխարհագրությունը շատ տարբեր է, շատ, բայց քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ավելի մոտ է, Ռուսաստանի Դաշնությունից հայտերը ավելի շատ են լինում, բայց անցած տարի ունեցել ենք բացառություն, Ֆրանսիայից ունեցել ենք 5 մասնակից։ Դիմորդները շատ են եղել, բայց ընտրվել են 5 մասնակից տարբեր քաղաքներից եւ այժմ շատ ակտիվ աշխատում են։ Աշխարհագրությունը եւս մեկ անգամ ցանկանում եմ բազմաժան է։ Մինչեւ Չինաստանից, մինչեւ Հնդկաստան եւ Ամերիկա մասնակիցներ ունենք։ Հայրենի իմացությունը պարտադիր է։ Հայրենի իմացությունը ծրագրում այո պարտադիր պայման է, քանի որ այստեղ ամբողջ դասընթացները անցնում են հայերեն լեզվով։ Իսկ սա դժվարություն չի առաջացնում եւ մասնակիցների ընտրելու հարցում եւ նրանց մասնակցության։ Իրականում ճիշտ եք ասում, մի փոքր դժվարություն է առաջացնում, քանի որ կան մասնակիցներ, ովքեր որ համայնքում ակտիվ ներգրավված են, բայց հայերենի ոչ բավարար իմացությունը իրենց խանգարում է, եւ դա նաեւ մոտիվացիա է հանդիսանում իրենց համար, որ սովորեն հայերենը լավ եւ գան եւ մասնակցեն ծրագրին։ Ինչ մասնակիցներ են հիմնականում ընտրվում։ Հետաքրքիր է, նրանք պետք է արդեն լինեն ճանաչված համայնքում։ Պետք է համայնքում ակտիվ գործունեության ծավալած լինեն 5 տարուց եւ ավել, նաեւ այն 10 մասնակիցը 1-ից 2 տարի փորձ ունենան եւ ոչ թե ճանաչված, այլ իրենք մաքսիմալ միջոցառումներ կազմակերպեն իրենց համայնքներում, համայնքային աշխատանքը զարգացնեն, հայապահպանությունը զարգացնեն, հիմքը դրված լինի հայապահպանությունը։ Տիկին Խաչատրյան, հետաքրքիր է նաև, թե ներկայումս հակամարտության մեջ գտնվող երկրներից ինչ մասնակցություն կա, օրինակ Ուկրաինա, Ռուսաստան, Մերձավոր Արևելյան երկրներ։ Շատ տարօրինակ բան կարող եմ նշել, բայց այս վերջին տարիների ընթացքում նույնիսկ այդ երկրներից հայտեր ենք ունեցել, օրինակ կարող եմ վերել Սիրիայի օրինակով, այժմ հայտերը սկսել ենք նաև ստուգել, ընդունում ենք եւ ստուգում ենք, այո, Ռուսաստանի Դաշնությունից եւս այժմ հայտեր ունենք։ Իսկ մյուս երկրներից ինչ ակտիվություն կա։ Մյուս երկրներից բավականին ակտիվ են, նաև մեր երիտասարդ դեսպան ծրագրի զարգացմանը եւ հետաքրքրություն մեծացրած երիտասարդական ֆորումը, մեր գրասենյակի կողմից կազմակերպվող ամռանը, երբ որ կազմակերպվել էր, երիտասարդները շատ ակտիվ հետաքրքրված էին ծրագրով, քանի որ շատ համայնքներում նույնիսկ ծրագրի մասին չգիտեն եւ չգիտեն, որ կա հնարավորություն գալ Հայաստանում ծանոթանալ տեղի իրավիճակին եւ այդ ամենը ներկայացնել իրենց համայնքներում։ Իսկ ինչպես է չափվում ծրագրի ազդեցությունը եւ արդյունավետությունը։ Ինչ գործիքներ են կիրառվում։ Ծրագիրը ունի հստակ առաջադրանքների ցանկ, մեկ տարվա ընթացքում, ինչպես նշեցի, ունենք հայաստանյան փուլ եւ համայնքային աշխատանքների փուլ։ Հայաստանյան փուլի ավարտից հետո երիտասարդները վերադառնում են իրենց երկրները եւ սկսում են համայնքային աշխատանքները։ Համայնքային տևում այդ փուլը։ Մի տարի տևողությամբ։ Համայնքային աշխատանքները տևում են 1 տարի եւ ունենք մենք առաջադրանքների ցանկ, որոնք որ իհարկե դա առաջադրանք չէ, այսպես ասած, միջոցառումների ցանկ է, քանի որ յուրաքանչյուր համայնք տարբերվում է, ունի իր յուրահատկությունը, մենք մասնակիցների հետ համատեղ ուժերով ենք քննարկում, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն եւ այդ միջոցառումները իրականացնելուց հետո միայն իրենք տարվա ավարտին ստանում են իրենց սերտիֆիկատ վկայականը, որը հավաստում է, որ իրենք Սփյուռքի երիտասարդ դեսպան են, ամբողջական փաթեթը պետք է իրականացված լինի, որպեսզի ստանան իրենց վկայականը։ Այսինքն նրանք հաշվետվություն են ներկայացնում։ Այո, երամսյա կմեկ ներկայացնում են հաշվետվությունները, որոնք որ փաստում են իրենց աշխատանքների մասին։ Եվ լինում են դեպքեր, երբ նրանք չեն ստանում։ Այո, կլինեն նաև այդպիսի դեպքեր, քանի որ դա կախված է ոչ միայն մասնակցից, նաև կախված են համայնքներից, անձնական խնդիրներ կարող են ունենալ, այսինքն այստեղ այն չէ, որ մասնակցի ցանկությունը չէ, այստեղ ընդհանուր խնդիրները կարող են բերել դրան, որ մասնակիցը չկարողանա ստանալ իր ավարտական վկայականը։ Նշեցիք, որ միջոցառումների ցանկ է որոշում, այսինքն դա գրասենյակն է որոշում եւ տրամադրում մասնակցին։
Ունենք ուղղվածություններ իրականում, միջոցառումներ, համայնքային միջոցառումներ, հայրենադարձության ուղղված միջոցառումներ եւ գրասենյակի ծրագրերի իրականացում, այսինքն տվյալ երիտասարդները իրենց համայնքներում պետք է մաքսիմալ ներկայացնեն այն գիտելիքը, այն ինչ որ ստացել են իրենք Հայաստանում, իրականացնեն միջոցառումներ, օրինակ տարբեր թե գրասենյակը ինչ ծրագրեր ունի սկսվածի գործ ծրագրից, որպեսզի իրենց համայնքներում տեղյակ լինեն, թե ինչ հնարավորություններ կա իրենց երիտասարդների համար հայրենիքում եւ ոչ միայն երիտասարդների համար, նույնիսկ մասնագետների համար, որոնք կարող են իգործ ծրագրով տեղափոխվել Հայաստան։ Իսկ ինչ խնդիրների շուրջ են նաև աշխատում մասնակիցները, այսինքն ինչ խնդիրների մասին են նրանք բարձրաձայնում նախ սկզբնական փուլում եւ հետո արդյոք գրասենյակը օգնում է նրանց, որպեսզի կարողանան արդյունավետորեն աշխատել այս հարցում։ Շատ ճիշտ ու լավ հարց եք տալիս։ Իրականում խնդիրներից մեկը այն է, որ շատերը ներգրաված չեն համայնքային աշխատանքների մեջ, երիտասարդները հետաքրքրություն այդքան էլ չունեն, բայց ծրագրի մասնակիցների շնորհիվ իրենք կարողանում են մոտիվացիա առաջացնել մասնակիցների շուրջ, երբ տեսնում են, թե ինչ աշխատանքներ անում, տեսնում են իրենց հայաստանյան կյանքի սոցհարթակներում մենք տեղադրում ենք մեր ծրագրի բոլոր մանրամասները եւ դա օրինակ փորձ ունենք անցած տարվա մեր Ֆրանսիայի մասնակիցը նշեց, որ իրենց համայնքային ներգրավվածությունը է, բայց այս պահի դրությամբ մենք ունենք շատ մեծ ներգրավվածություն, որի շնորհիվ է մեր երիտասարդ դեսպանի։ Մասնակիցները ինչ որ կառույցների ներկայացուցիչներ են նաև կամ անդամներ, թե մասնակիցները համայնքային կառույցների ներկայացուցիչներ են, այո։ Իսկ այստեղ նաև կարևորություն տրվում է, թե արդյոք այդ կառույցը ունի քաղաքական ինչ-որ ուղղվածություն կամ գործունեություն, թե ոչ։ Ծրագիրը որևէ քաղաքական ասպեկտ իր մեջ չի ներառում, այսինքն այստեղ հիմքը դրված է հայապահպանությունը, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը եւ որևէ կապ չունի, թե որ կառույցի հետ մասնակիցը ցանկություն ունի ծրագրի բոլոր դետալները իրականացնել, մենք սիրով բոլորի ընդունում ենք այսպես ասած ծրագրում, որ շատ լավ աշխատում են եւ նման դեպքեր եւս ունենք։ Բայց քանի որ գիտենք, որ սփյուռքահայ որոշ համայնքներում ունենք ամեն դեպքում կուսակցական խմբեր, հետաքրքիր է մասնակիցները ինչ որ առումով խոչընդոտների չեն բախվում այստեղ։ Խոչընդոտներ հարաբերություն կա ամեն դեպքում նաև այդ խմբերի հետ։ Առաջին հայացքից միգուցե երբ իմանում են, որ կառավարության մասնագետներ են եւ այլ դեսպաններ են, բայց հետո արդեն դեսպանների աշխատանքի շնորհիվ գրասենյակի աշխատանքի շնորհիվ երբ տրվում է ճիշտ տեղեկատվություն, որ այս մարդիկ որևէ քաղաքական ուղղվածություն չունեն, արդեն սկսում են շատ լավ ակտիվ աշխատել միմյանց հետ։ Ինչ կասեք նաև մշակութային միջոցառումների մասին, արդյոք նրանց աշխատանքը նաև մշակութային ուղղվածություն ունի։ Այո, ունի մշակութային ուղղվածություն, վերջերս օրինակ այս տարվա օրինակով կարող եմ բերել Էստոնիայի մեր մասնակիցը իրականացրեց հայկական սննդի փառատոն, որին այցելեցին 3500 մասնակից եւ էստոնացիներ եւ հայեր, այսինքն այստեղ ոչ միայն համայնքային աշխատանքներ, այլ նաեւ համայնքից դուրս Էստոնիայում ներկայացվեց հայ մշակույթը եւ սննդի առումով եւ մնացած առումներով երաժշտության առումով բավականին մեծ միջոցառում էր եղել, որ մարդիկ իմացան, թե ինչ է Հայաստանը եւ ինչ մեծ պատմություն ունի եւ ինչ մեծ մշակույթ ունի։ Ասացիք, որ 1 տարի է տևում նրանց աշխատանքը համայնքում, բայց արդյոք դրան որևէ այլ բան չի հաջորդում։ Այդպիսով ավարտվում է ամեն ինչ, թե իրականում նշում ենք, որ 1 տարի է, բայց 1 տարի հետո դա դեռ սկիզբն է եւ Սփյուռքի երիտասարդ դեսպան կոչումը ստանալուց հետո իրենք մնում են Սփյուռքի երիտասարդները իրենց համայնքներում եւ 5 տարի շարունակ գործող դեսպանները դեռ շարունակում են աշխատել եւ համագործակցում են հաջորդ տարվա դեսպանների հետ, փորձի փոխանակում են անում։ Նաեւ մի բան էլ կցանկանայի նշել, որ ծրագրում ունենք եւս մեկ կարեւոր ասպեկտ, փորձի փոխանակման ասպեկտը, այսինքն տարբեր երկրներում գտնվող երիտասարդները ոչ միայն աշխատում են իրենց համայնքներով, այլ նաեւ աշխատում են մեկը մյուսի հետ, փորձի փոխանակման մեկը մյուսի հետ ծրագրեր են իրականացնում, կամ on-line հարթակով, կամ նույնիսկ այցելում են տարբեր երկրներ կամ քաղաքներ։ Ես գիտեմ, որ նաև ծրագրի շրջանակում համաժողովներ են կազմակերպվում։ Կնշեք, թե մինչև այսօր որ երկրներում են կազմակերպվել։ Շատ լավ, ուրեմն ծրագրում, քանի որ ծրագիրը բավականին ակտիվ է աշխատում, որոշեցինք մի փոքր փոփոխություն մտցնել եւ միջոցառումների ֆորմատը ավելի լայնածավալ դարձնել եւ այո, ունեցել ենք անցած տարի 2 համաժողով, մեկը Լեհաստանում ենք ունեցել կապված ցեղասպանության հետ եւ երկրորդը ունեցել ենք Ֆրանսիայում Եվրոպայի հայ երիտասարդների համաժողով, 2 համաժողովներ ունեցել են բավականին մեծ արձագանք եւ մինչեւ այժմ բավականին դրական կարծիքներ ենք լսում, երկուսին էլ բավականին մեծ մասշտաբով մարդիկ են այցելել, որը ծրագրի մեծ հաջողություն է այժմ հանդիսանում։ Իսկ ինչով է սա օգնում ծրագրի արդյունավետությունն ապահովելու գործում։ Նախ առաջինը դրսում տարածում է ոչ միայն հայ համայնքում, այլ նաև դրսում տարածում է, թե Հայաստանը ինչ երկիր է, ինչ մշակույթ ունի եւ ինչ պատմություն ունի։ Հիմքը դրվում է ոչ միայն
դարերով եկած ցավը, այլ նաև թե այժմ մենք ինչ ունենք, ինչ հարուստ մշակույթ ունենք, այդ ամեն ինչը ներկայացվում է իրենց համայնքներում, նաև կցանկանայի նշել, որ երիտասարդները ճիշտ գիտելիք են տալիս իրենց համայնքներում, թե քաղաքական ասպեկտով, թե սոցիալական ասպեկտով։ Մի բան է, երբ համայնքում լսում են որևէ սոցիալական կայքերում, տեսնում են ինչու է կատարվում Հայաստանում, բայց մի այլ բան է, երբ մասնակիցը գալիս է տեղում, տեսնում է եւ այդ գիտելիքը նաև տարածում է իր համայնքում։ Իսկ հետաքրքիր է գրասենյակը իր համար ինչ բացահայտումներ է արել տարբեր համայնքների մասին, այսինքն մասնակիցների միջոցով ինչ նոր բաներ են բացահայտվել, կլինեն դրանք խնդիրներ, կլինեն դրանք հնարավորություններ։ Իրականում գրասենյակի համար այս ծրագիրը շատ կարևոր է նաև այդ ասպեկտով, որպեսզի հասկանանք, թե համայնքներում ինչ խնդիրներ կան եւ այո, գրասենյակը նաև քայլեր է ձեռնարկում այդ խնդիրները լուծելու ոչ միայն ծրագրի միջոցով, այլ նաև գլխավոր հանձնակատար այցել է ունենում տվյալ համայնքներ եւ աշխատում արդեն համայնքային կառույցների հետ եւ փորձում լուծել խնդիրները, եթե այդպիսիք կան, եթե ոչ, նաև ունեցել ենք, որ դեսպանների միջոցառումներ են կազմակերպել եւ գրասենյակին հրավեր են ուղարկել պարոն Սինանյանին նաև ու դա նաև կապում ամրապնդում է Հայաստանի գրասենյակի եւ տվյալ համայնքի միջև։ Տիկին Խաչատրյան, ինչու պետք է երիտասարդը ամեն դեպքում ընտրի այս ծրագիրը եւ մասնակցի ծրագրին, քանի որ միգուցե դրսում ապրելով, տարբեր երկրներում ապրելով կլինեն նաև այլ հնարավորություններ նրանց համար տարբեր միջազգային ծրագրերի մասնակցելու հարցում, ինչպես պիտի vocation check նրանց, որպեսզի նրանք ամեն դեպքում մասնակցեն հենց Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրին։ Յուրաքանչյուր հայ երիտասարդի համար սա բացառիկ ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ստեղծել Սփյուռքի ամբողջ Սփյուռքի երիտասարդների միջև զարգացնել համագործակցություն, ստեղծել այդ համագործակցությունը եւ զարգացնել այն եւ նաեւ կապը ամրապնդել հայրենիքի հետ, որևէ այլ ծրագիր այդ հնարավորությունը չի կարող տալ գալ Հայաստան երկու շաբաթ տեսնել ինչ է կատարվում Հայաստանում, ծանոթանալ հայաստանյան կյանքին եւ հնարավորություն ունենալ ներսից ծանոթանալ թե պետական կառույցի աշխատանքներին, թե ոչ պետական կառույցների աշխատանքներին եւ ապա իրենց գիտելիքներով կիսվել համայնքներում եւ նաեւ եւս մեկ բան կցանկանամ նշել, նշեցիք ծրագրի հաջողության մասին, ունեցել ենք դեպք, երբ մեր ծրագրի մասնակիցը դարձել է մեր գործընկերը եւ անցած տարվա Ֆրանսիայի մեր մասնակիցը, որը հանդիսանում է Ժեդոզիե ֆրանսիական կազմակերպության ղեկավարը, այժմ մեր հետ համագործակցում է եւ ծրագրի շրջանակներում ունենք ընկել ենք հուշագիր։ Շատ լավ, եւ մինչեւ երբ կարող են դիմել։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է, այնպես որ մեր երիտասարդները, ովքեր որ Սփյուռքում են, շատ ժամանակ չի մնացել, այո, եւ ովքեր որ հետաքրքրված են, կարող են այցելել մեր պաշտոնական կայքեջը, այնտեղ հայտարարությունը տեղադրված է եւ լրացնել այն։ Հարցերով դեպքում էլ բոլոր կոնտակտային հեռախոսահամարները եւ մեյլերը տեղադրված են, սիրով կպատասխանենք։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Եմ շնորհակալ։ Ես զրուցում եի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք։